Խաղաղության հաստատման ճանապարհին Բաքուն ավելացնում է ռազմական բյուջեն ու անձնակազմը։ Երևանը կրճատում ծառայության ժամկետը, նվազեցնում պաշտպանության բյուջեն։ Չնայած սրան, նախարար Պապիկյանը վստահեցնում է, ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են 1 միլիարդ 100 միլիոնով 7 տարում, իսկ ձեռք բերվող սպառազինությունը պաշտպանողական է ու բավականին մրցունակ։ Ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականությունը։ Դա այդպես չէ։ Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն։ Բաքուն պարբերաբար զորավարժություններ է անում։ Սուրեն Պապիկյանը ժամկետ չնշեց, բայց տեղեկացրեց, որ զորավարժություն անցկացնելու պլաններ կան։ Նախարարությունը նախապես պատշաճ կիրազեկի հասարակությանն ու միջազգային հանրությանը։ 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը Սև լճի տարածքում են։ Պապիկյանի խոսքով օկուպացված հայկական տարածքների ազատագրման հարցը սահմանազատման հանձնաժողովների իրավասության շրջանակում է։ Մինչև այդ Սև լճի դիրք հասնելու համար հայ զինվորները ստիպված են անցնել ադրբեջանական անցակետի կողքով։ Նախարարը վստահեցնում է, որ ադրբեջանցիները չեն ստուգում հայ զինվորներին։ Կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու, բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված իջելու մեջ, այո, կա իրականություն, որը հետևյալն է, մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով։ Արձագանք զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանքներին։ Արցախցի գեներալն ասել էր, որ Պապիկյանը ստում է, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։ Ես սուտ չեմ խոսում։ Դա բոլորին պարզ է, ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ պատիվ ու լռի։ Եվ հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունը ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա։ Նախարարությունն ակտիվ պայքարում է խարդախությունների միջոցով բանակից ազատելու դեմ։ Պապիկյանը սկսել է իր ղեկավարած գերատեսչությունից։ Ազատել եմ աշխատանքից բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Բանակը ներգրավված չէ քաղաքական գործընթացներում, վստահեցնում է վերջերս ՔՊ վարչության կազմում վերընտրված Պապիկյանը։ Այդ դեպքում ինչ կարգավիճակով է մասնակցել վարչապետի հրավիրած Սուրբ Ծննդյան ուխտերթին։ Մասնակցել եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ որպես պաշտպանության նախարար։ Ոչ աշխատանքային օրը ես կարող եմ որպես պաշտպանության նախարար մասնակցեմ իմ ուզած ցանկացած ակցիայի։ Պապիկյանն առ ոչինչ է համարում նույն ուխտերթին մասնակցած Արցախի հերոս Կարեն Շաքարյանին կոչումից զրկելու Արցախի ԱԺ որոշումը։ Ասում է, Հայաստանում բացի մեր երկրի կառավարությունից օրինական այլ ինստիտուտ չի կարող գործել։ Փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ։ Կարծում եմ, սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ, ու Կարեն Շաքարյանը կարող եմ ասել, այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Նախարարն ասում է, որևէ մեկին կոչ չի արել մասնակցել ուխտերթին, եթե աներ, փողոցում տասնյակ հազարավոր զինվորականների կտեսնենք։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։